Ազգային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ եւ YouTube-ում մեզ հետևողներ։ Այսօր խոսելու ենք հայկական ժամանակակից պարի ու նրա այսպես ասած թռիչքային զարգացումների մասին։ Տեղի է ունեցել Իկոնա-բալետային ներկայացման միջազգային պրեմիերան։ Այդ մասին ենք մենք այսօր խոսելու, ներկայացման հեղինակների, բեմադրության, խորեոգրաֆիայի ու լիբրետոյի հեղինակ Ռիմա Ապիպոյանի եւ երաժշտության հեղինակ Սերգեյ Ումրոյանի հետ ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ ենք, մենք էլ ենք շնորհակալ։ Իկոնա-բալետը ներկայացվել է Ռուսաստանում, արժանացել է բարձր գնահատականի եւ պրոֆեսիոնալների միջավայրում ու եւ նաեւ հանդիսատեսի։ Դե եկեք հենց այդտեղից էլ սկսենք պատմենք գաղափարի մտահղացման մասին։ Ուրեմն հրավերը ես ստացել եմ 2 տարի առաջ մոտավորապես, բայց քանի որ աշխատում եւ ստեղծագործում եմ հիմնականում Եվրոպայում, չէի կարողանում ժամանակ գտնել եւ անդրադառնալ այս հրավերին եւ ուրեմն աշխատանքները մենք սկսեցինք 2024 թվականի օգոստոսին Սերգեյ Ումրոյանի հետ միասին, աշխատելով երաժշտության վրա եւ այնուհետեւ գնացի Մոսկվա։ Ուրեմն հրավիրող կողմը դա Դիանա Վիշնյովա կոնտեքստ կազմակերպությունն է, որը հիմնականում զբաղվում է ժամանակակից պարի տարածմամբ եւ ես 2016 թվականին հայտնվել էի այնտեղ այդ փառատոնին, որտեղ ուղակի, չգիտեմ, շլացուցիչ կարելի ասել, ինքը փառաժամանակակից պարի նվիրված փառատոն է, որտեղ աշխարհի տարբեր Մոսկվայում է եղել եւ այդ ժամանակվա կարելի ասել հսկաներն էին ժամանակակից պարի այդտեղ, ինչպես Մացեկը, Օհադ Նահարինը, Ալոնսո Քինգը եւ շատ այլ հայտնի անուններ եւ ինձ բախտ վիճակվեց իրենց հետ հանդիպել, շփվել, ծանոթանալ, խոսել արվեստից, ինձ թևեր տվեցին։ Եվ այդ ժամանակվանից կարելի ասել ինձ հետ կապ է պահպանում այս փառատոնը եւ միշտ ուզեցել է որ աշխատեմ իր հենց կարելի ասել պարախմբի հետ։ Այսօր նրանք կազմել են պարախումբ, որը շատ լավ պարողներից է կազմված, դասական պարի հիմքով, բայց ժամանակակից ուղղվածությամբ եւ կարելի ասել ընդհանուր մինչեւ այսօր մենք աշխատել ենք գրեթե 5 շաբաթ, 6 շաբաթ, բայց ընդմիջումներով եւ վերջերս Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ մեր Իկոնա բալետի արդեն պրեմիերան, ինքը հիմնականում իմ գաղափարը եկավ Անդրեյ Ռուբլյով, Տարկովսկու Անդրեյ Ռուբլյով ֆիլմը դիտելուց հետո եւ իրականում շատ եմ սիրում իրենց հոգեվոր երաժշտությունը, երգը եւ իկոնագրությունը։ Միշտ այցելում եմ այնտեղ մենաստաններ, եկեղեցիներ, լսում եմ երաժշտություն, ուղղափառ մենաստաններ, թե դա կապ չունի։ Ուղղափառ, հիմնականում ուղղափառ է, բայց սա ես այնտեղ էլ ինձ հարցրեցին, ես ասում սա արվեստի բարձր գործեր են, ես չեմ գնում որպես հոգևոր, ինչ որ այլ արվեստ դիտելու իրականում արվեստ է։ Եվ Սերգեյին առաջարկեցի, որ միասին աշխատենք եւ կարելի ասել կոտրենք, հա, այս բանը ժամանակակից երաժշտությամբ եւ ես կարող եմ ասել, որ շատ լավ է դա ստացվել եւ բալետը իրականում եւ պրոֆեսիոնալներ, այսինքն բալետասեր ժողովուրդ, որովհետեւ հիմնականում Մոսկվայում եւ Պետերբուրգում մտավորականներ եւ այլն ավելի շատ ուղղված են բալետի կողմ եւ սիրում են բարձր արվեստ, դասական արվեստ, բայց ինձ մոտեցել են, ասել են դասականը դասականով, սա ուղղակի հոյակապ մի գործ է, նույնիսկ ասում են շեդևր է, որը պետք է Ռուսաստանը ամբողջ տեսնի ու վայելի։ Իսկ Հայաստանը այդ բարդ հարց է իրականում, որովհետեւ բավականին թանկ պրոյեկտ է ինքը ու ծախսերը բավականին մեծ են, բայց մենք կարողացել ենք քննարկել ու բանակցել կոնտեքստի պրոդյուսերների հետ, որ համատեղ ոնց որ կազմակերպչական միջոցների ներդրմամբ կարողանանք Հայաստանում էլ հնարավոր դարձնենք այդ բեմադրության ցուցադրությունը, արդեն կախված տեղած թատրոնների տնօրենների պատրաստակամությունից ինձ թվում է երևի ամենահարմար թատրոնը Սունդուկյանի թատրոնն է, որ կարող է տեղի ունենալ։ Ամեն դեպքում կառաջարկենք, եթե լինի համաձայնություն, ինձ թվում է կարողանանք հրավիրել։
Լավ, այդ մասին դեռ խոսենք այս ընթացքում։ Սերգեյ, հարցազրույցներում նշում եք, որ իկոնան ձեզ համար միայն բալետ չէ, այլ արվեստի ընկալման նոր միջոց։ Կուզեի մեկնաբանեք։ Այո, որովհետև նախ ինչից սկսվեց, որ մենք աշխատել ենք ռուս հոգևոր երաժշտության նմուշների հետ, որոնք որ լսելիս արդեն կատարյալ են հնչողությամբ եւ կառուցվածքով ու իրանց կպնելը մի տեսակ համ վախենալու էր, համ հետաքրքիր եւ ես փորձեցի գտնել բալանսը էլեկտրոնայինների որտեղ ոնց ինչ հնչողությամբ ես ներկայացնելուց նաև ասել եմ, որ շատ հաճախ օրինակ մի փոքր մի ձայն ավելացնելով այդ ամբողջ տարածության մեջ կամ արձագանք ավելացնելով այդ ամբողջ տարածության մեջ ինքը sense լցնում էր բեմը ընդհանուր պատկերը եւ պետք է ասել նախ որ ես ուրեմն յուրաքանչյուր տեսարանի վրա առանձին աշխատանք ենք տանում ու սա համատեղ ենք անում այսինքն լիբրետոյի հասկանալուց, կերպարների մեջ խորանալուց, այդ կերպարների համար երաժշտական ձև ընտրելուց, ռիթմ ընտրելուց, ամեն ինչից սկսած մենք տենց դետալներով աշխատում ենք ու գալիս վերջում հանգում ենք մի հատ կետի, որ ասում ենք լավ, ստոպ։ Արդեն պատրաստ է։ Սերգեյ այսպես հեշտ է նկարագրում, ասեմ, որ իրականում բալետային ներկայացման համար, այսինքն ներկայացում, որ ունի իր մեջ միտք, գաղափար եւ սկսվում ու ավարտում է ինչ-որ պատմությամբ, շատ դժվար է գրել երաժշտություն եւ դա պետք է ունենա իր լեյթ թեմաները, պետք է ունենա իր գաղափարական մոտեցումը եւ ձայնային եւ ռիթմային եւ այսինքն պետք է համապատասխանի նաեւ շարժման մտածելակերպին, հա մարմնի շարժման եւ սա առանձին մի արվեստ է ստեղծել այնպիսի երաժշտություն, որի տակ կարող է դրվել պարային ներկայացում եւ իրականում կարեւոր է համագործակցությունը անպայման մենք ամեն նոտայի տանջում Սերգեյին իրոք տանջվում ենք ընթացքում չնայած ես այդքան չէի տանջում ինչքան Սերգեյին էի տանջում բայց ամեն դեպքում կարծում եմ ստացվեց մեր համագործակցությունը ոչ առաջին անգամ չէր մենք էլի ենք համագործակցել բայց միշտ բարդ ու այսպես նվիրված աշխատանք արդյունքի բերում է հետաքրքիր է Սերգեյ նույնպես ոգեշնչվել է Տարկովսկու Անդրեյ Ռուբլյով ֆիլմով եւ ինչ իրականում շատ ծանր ֆիլմ է ինքը շատ բարդ տեսարաններով ու մի քանի անգամ դիտելուց նույնիսկ հնարավոր է շատ բաներ չհասկանալ ես փորձեցի մտնել այդ գաղափարի մեջ այդ կերպարների մեջ նաև իկոնաների բազմաթիվ նկարներ նայել հասկանալ այդ ընդհանուր տեսակը բացի դրանից մենք ներկայացման գլխավոր հիմքում մավան 7 մեղքերն են որոնք որ հենց պարողներն էլ 7-ն են ու ամեն մեկին ընտրված ոնց որ երաժշտական կերպար կա ու ամեն մեկը ունի իր թեման, իր պատմությունը, որ այդ 40 րոպեի ընթացքում պատմվում է ու բեմադրության մեջ էլ դա շատ նկատելի է, էլի։ Ռիմա, իսկ դուք ինչ եք փորձել հասկանալ, փորձել եք ուղղակի ճանաչել ռուսական մշակույթը, թե հոգևորը, թե արվեստը Որն է եղել ձեր խնդիրը հիմնական։ Այսպես ասեմ, ես ոգեշնչվում եմ լավ գործերից, թեկուզ մարդկանցից կամ փոքր դետալներից, բայց երբ սկսում եմ ստեղծագործել, իմ մեջ նստած է մի ստեղծագործող, միանում եմ ենթագիտակցությունը եւ ես սկսում եմ ստեղծագործել։ Դրա համար ես հիմնականում նշում եմ ես ոգեշնչվել եմ։ Ոչ թե ես վերցրել եմ ինչ-որ բան դրա հիման վրա եմ արել, այլ ես ոգեշնչվել եմ։ Կարող է ոգեշնչում ինձ լրիվ ուրիշ կողմ տանել եւ վերջում ստացի, որ ես լրիվ ուրիշ բանի մասին եմ պատմում։ Դրա համար ես փորձում եմ ինձ որպես արվեստագետ միշտ հարստացնել
կապ չունի, դա կլինի արվեստի որևէ գործ, կամ կլինի դա գիտություն, կապ չունի, կամ սովորական քայլելից դրսում։ Այսինքն այդ ոգեշնչումը եւ զարգանալը որպես մարդ, որպես արվեստագետ պարտադիր պետք է լինի, որովհետեւ ես իրականում խոսում եմ բեմից։ Իմ համար շատ կարեւոր է իմ ասելիքը եւ ինձ դիտում է հանդիսատես, ինքը պետք է հասկանա ու տարբեր, հանդիսատեսը շատ տարբեր է լինում եւ երիտասարդներ եւ մեծահասակներ եւ փոքրեր եւ յուրաքանչյուրին ինչ որ բան պետք է փոխանցել։ Սա կարող եմ ասել ընդհանուր որպես արվեստագետ, որ ոգեշնչում եմ ավելի շատ եւ հետո ստեղծագործում։ Բացի դա բարի դեպքում մի քիչ դժվար է ասելիք մարդուն հասկացնել, եթե կոնկրետ մտածված գաղափար չկա, եթե կոնկրետ կառուցվածք չկա, սկիզբ, զարգացում եւ ավարտ չկա, մարդկանց համար անհասկանալի է լինում շատ բաներ, որովհետեւ իրենք տեսնում են շարժումներ ու չեն հասկանում այդ շարժումները մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Բայց երբ որ ինքը կարդում է պատմություն, թեկուզ փոքր հատված, որ բալետի մասին, ու ինքը տեսնում է այդ նաեւ պատկերով, արդեն իր մոտ սկսվում է ասոցիացիաներ ու ամեն մարդ սկսում է անցնել այդ վերցնել դարձնել իրենը նույն թեկուզ էս գաղափարը որ 7 մեղքերը բոլորս ունենք այդ մեր մեջ ու բոլորիս մեջ կան այդ տեսակները եւ մենք ոնց որ ամեն մեկս նայելով փորձում ենք գտնել մերը փորձում ենք տանել դա ինքնամաքրման որովհետեւ հենց բալետի նպատակն է այդ որ այդ մեղքերը բոլոր անցնելով փորձությունների միջով գալիս են ինքնամաքրման, էլի։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ ժամանակակիցին արվեստում, հատկապես այստեղ մենք խոսում ենք բալետի մասին, ժամանակակից բալետի եւ նրա արտահայտչամիջոցների։ Տեսեք, դուք կարևորում եք ասելիքը ռիմա։ Ես գիտեմ, որ արվեստի բոլոր ոլորտները մտնում են հասարակական, նաև քաղաքական խնդիրների, այսպես թեմաների մեջ։ Դուք ձեզ տեսնում եք այդտեղ քաղաքականության մեջ հասարակական թեկուզ ես ասեմ ճիշտն ասած կուլտուրա ալիքի լրագրողը ինձ հարց տվեց հարցազրույցի ժամանակ հարցրեց արդյոք այս մեղքերը եւ բանը պատերազմական այս իրավիճակների հետ որևէ կապ ունի, ինչ որ ենթատեքստ ունի, ինչ որ ասելիք կա դրա հետ կապված։ Ասի անկեղծ ասած նայած ով ինչ է տեսնում այդ ամեն ինչի մեջ, բայց ենթադրելի է իմ համար պատերազմները ծնվում են հենց այդ մեղքերից, մարդկանց ժլատությունից եւ այլ հանգամանքներից, որոնք բերում են մարդկանց պատերազմների, ասի յուրաքանչյուր մարդ կարող է տեսնել այն ինչ ուզում է, բայց բնականաբար քաղաքական որևէ ենթատեքստ չենք դնում դրա մեջ, էլի։ Իսկ կա նաև համամարտկային, նաև հասարակական խնդիրներ։ Այո, դա է ուզում ասել, որ գալիս է ճիշտ է պատմությունը միշտ կրկնվում է կարելի ասել, բայց ես որպես արվեստագետ ինձ չեմ համարում որևիցե եւ հասարակության, այսինքն ճիշտ եք ասում, համամարտկային բառը այստեղ շատ ճիշտ է նկարագրում, այն ինչի մասին որ մենք անում ենք ու ստեղծագործում ենք, ոգեշնչվում ենք, ապրում ենք, մենք ազատ ենք որպես արվեստագետներ, ինչքանով դա փորձում ենք, ճիշտ է ազատ ասել մի քիչ հարաբերական է, բայց փորձում ենք լինել ազատ մեր ստեղծագործություններում եւ որևիցե այդտեղ կամ շատ չենք հետապնդում այդ առումով եւ ես այնքան ուրախ եմ, որ ես կարող եմ լինել այդ ինձ տալիս են այդ ազատությունը բոլոր, այսինքն եւ Եվրոպայում երբ ես հրավերներ եմ ստանում, ինձ երբեք չեն ասել, արի այս թեմայով բեմադրություն արա։ Ես ինչից ոգեշնչվել եմ դրանով, երբ հենց թելադրում են, ես միշտ հրաժարվել եմ։ Իսկ ինչ թեմաներից եք հատկապես ոգեշնչվում։ Դրանք շատ տարբեր են։ Ես շատ եմ սիրում օրինակ կերպարվեստ, շատ եմ սիրում տարբեր
գրողներ ոնց որ Դանթե Ալիգերին օրինակ կամ Գյոթեն եւ այլն շատ են ոգեշնչվել իրենց գործերից եւ ունեմ այդ գործերի հիման վրա ներկայացումներ արված շատ տարբեր կարող են լինել նաեւ երաժշտությունից ինչ որտեւ երաժշտության հետ ենք գործ ունենում շատ հաճախ միշտ սկզբից պիտի երաժշտություն ասես այո տարբեր է լինում կամ երաժշտությունից կամ գաղափարից հետո անցում երաժշտություն եւ արդեն գիտեք ժամանակակից պարը ստեղծվեց այն ժամանակ, երբ որ բոլորը սկսեցին ասել պարը շատ կարևոր տեղ պետք է զբաղեցնի մեր կյանքում, որտեղ արվեստների մեջ ամենավերջին տեղում է միշտ։ Եվ քանի որ միշտ երաժշտության գործոնը կա, դեկորացիաների եւ զգեստների, մարդիկ այդ ամեն ինչից հրաժարվեցին պարողները եւ պարում էին առանց երաժշտությամբ, գրեթե կիսամերկ, ոտաբոբիկ, հրաժարվելով այլ արվեստի տեսակներից, ասելով որ մենք կարող ենք առանձին արվեստ գոյություն ունենալ եւ լինել առաջին տեղերում եւ այսպես մոդեռն պարը ծնվեց 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ու իր զարգացումներն ունեցավ եւ քանի որ մարդիկ սկսեցին արդեն դիտել հետաքրքրվել այս պարով ինքը սկսեց բարձրանալ արդեն օպերայի բալետային թատրոնի բեմեր սկսեցին հրավիրել որովհետեւ բալետը անկում էր սկսում ապրել հետաքրքրությունը կորում էր եւ սինթեզ եղավ ժամանակակից պարի եւ բալետի այս սինթեզը որը ինձ այսօր իրոք գրավում է այսինքն ես ինչ եմ համարում ժամանակակից պարի հետո ես բավականին ուսումնասիրել եմ եւ վարպետության դասեր եմ վերցրել աշխարհի տարբեր տեղերում եւ այսօր գիտեք որ Պարվեստի պետական քոլեջում կա մոդեռն պար բաժինը որը տարածաշրջանում միակն է որը տալիս է պրոֆեսիոնալ կրթություն այս ոլորտում Եվ կարող եմ ասել սա մեծ քայլ առաջ է դա Եվրոպան էլ է դրա մասին խոսում ես շատ անգամ այնտեղ բարձրաձայնում եմ սրա մասին եւ որակի տեսնում են ինչ որակ է զարմանում են ասում են ինչպես կարող է մի պետություն որը չի ունեցել ընդհանրապես ժամանակակից պար այսքան կարճ ժամանակատվուց այսքան որակ է տալիս ես փորձում եմ ինչով եք բացատրում որակի առումով աշխատասիրությամբ ուղղակի նվիրվածություն, սեր, աշխատասիրություն եւ այո այսօր իմ ուսանողները կարելի ասել ձգտում են այդ կատարելությանը միշտ այդ ձգտումը կա եւ ես որպես ստեղծագործող մարդ ես կողմ եմ այսինքն իմ հիմքը ֆունդամենտ այդ կատարողականությունն է բայց պատմելն է իմաստն է միտքն է կարևոր ինձ համար եւ այս սինթեզը ժամանակակից պարի եւ գաղափարի ինձ մոտ կա ես Էլի եմ ասում մի քիչ բարդ է երևի ինկալել այն մարդկանց համար ովքեր ծանոթ չեն իրականում ժամանակակից պրոֆեսիոնալ պարարվեստին բայց հուսով եմ որ որոշ ժամանակ հետո արդեն ընկալելի կլինի ավելի մեծ հանրության համար ներկայացումները շատ լինեն այստեղ ընդհանրապես Երևի նույնն էլ տեղի ունենում երաժշտության մեջ որովհետև մենք սովոր ենք ընդունել բալետը դա սիմֆոնիկ նվագախմբով օպերային թատրոնում դասական ինչ որ ժանր չէ երբ որ ու դրանից հետո երբ որ մտնում են Պարողները բեմ ու հնչում է խոր դրանից հետո հնչում է ինչ որ հատված որը որ նման է տեխնոյի բայց ինքը տեխնո չի էլեկտրոնային աղմկային ձայներ եւ այլն բազմատիվ կոմպոնենտներով sense հագեցած երաժշտական նյութ են լսում իրենց համար դա կարելի ասել ստրես է լավ իմաստով որ իրենց նկատի ունեք հանդիսատեսին թե պրոֆեսիոնալ միջավայրում հայկական եւ պրոֆեսիոնալներին նույնիսկ որովհետեւ շատ ժամանակ նույնիսկ պրոֆեսիոնալները Ռուսաստանում էլ արտահայտվում էին այդ մասով որ իրենք այդ սինթեզը դժվարությամբ են պատկերացրել միշտ ու որ իկոնայի մեջ իրենք շատ sense համաձուլված տեսան այդ ամեն ինչը որ կարելի է որ լինի ակուստիկ երաժշտությունը ձուլված էլեկտրոնայիններին եւ ինքը լինի ամբողջը գաղափարի նվիրված որ լինի բխած գաղափարից ոչ թե երաժշտություն որը որ ուղակի հնչում է եւ նրա վրա բեմադրություն է տեղի ունենում Եթե վերադառնանք էլի ժամանակակիցին մենք եթերից առաջ խոսում էինք որ Հայաստանի միջավայրում հայկական
այսպես միջավայրում, հատկապես բարի ոլորտում, այսպես մոդեռնի անցումը դեպի ժամանակակիցին դեռ տեղի չի ունեցել, ինչպես որ դրսում չէ, արտասահմանում կամ որևէ այլ երկրում։ Մենք այստեղ ինչպես ենք հաղթահարում, ինչպես պիտի մեր հանդիսատեսին, նույն այդ պրոֆեսիոնալներին բերենք մի դաշտ ու ասենք, որ սա է ապագայի պարը ի վերջո եւ սա է ապագայի երաժշտությունը գուցե։ Գիտեք, հետաքրքիրն այն է, որ ցանկացած ոլորտում կապ չունի դա ճանաչելի է կամ քիչ ճանաչելի, եթե որակով ինչ որ բան ես ներկայացնում, դա հանդիսատեսը միանգամից ընկալում է եւ գնահատում։ Կարող է ասել, որ դա իմը չէր, ես լավ չհասկացա, բայց ես կարող եմ ասել, որ ինձ լավ որակով բան են ցույց տվել եւ ես հաջորդիվ կգամ, կվայելեմ, կփորձեմ հասկանալ։ Այսպես կրթում են ապագա սերնդին։ Ցանկացած արվեստ, եթե նույնիսկ դա հանրամատչելի է եւ այլն, եթե վատ որակով է մատուցվում, ճիշտ է դա գնում է մի փոքր անկման, դեգրադացիայի կարելի ասել, բայց ամեն դեպքում ցանկացած արվեստի ոլորտում տեսանելի է որակը անորակից։ Եվ ինչ վերաբերում է ժամանակակից պարարվեստին, այո, 1 դարից ավել է, կարելի ասել շատ ավել, 2 դար, որ այն գոյություն ունի Եվրոպայում, Ամերիկայում եւ այն իր փուլերն անցել է արդեն ու կարելի ասել իրենք ծնվում են այդ մտածելակերպով։ Ես այնտեղ շատ աշխատել եմ ու եւ Հայաստանում հիմնադիրներից մեկը դուք եք, այսինքն նոր է այստեղ։ Այո, նոր ասելով, գիտեք, սովետական միության ժամանակ փակ էր դռները, բոլոր ժամանակակից պարարվեստի նորարարությունների դեմ եւ գնահատում էր դասական բալետը եւ ժող պարերը, ֆոլկլորը։ Եվ երբ միանգամից բացվեցին դռները, մարդիկ փորձում են այստեղից այնտեղից ինֆորմացիա վերցնել եւ այդ բացը լրացնել, բայց մի հետաքրքիր բան կա, ես միշտ ասում եմ, մեր երկրագունդը կլոր է, ուզենք չուզենք, ինչ որ մի մտածելակերպ կա, որ բոլորի մոտ նույնն է այդ դարաշրջանի մարդկանց։ Միգուցե պարային տեխնիկայի մեջ մենք հետ ենք մնում, բայց մտածելակերպով ես դա զգում եմ, բոլոր տեղերը այդ այսինքն կարևորը մտածելակերպն է։ Այո, միանշանակ։ Մտածելակերպն է ու նաև ընկալումները։ Նույնը կարելի ասել երաժշտության։ Այո, որովհետև անկեղծ ասած ժամանակակից դրսևորումների հանդեպ ես այս վերջի տարիներին եւ ֆեստիվալ ունենալով հանդեպ երաժշտության նկատել եմ, որ տենդենսը ավելի մարդիկ սկսում են հաճախել մարդիկ սկսում են դալիճները սկսում են sold out-ներ գրանցել տարբեր վառօրինակ էր նաև Փարաջանովի ներկայացումը օպերային թատրոնում, որը ամբողջությամբ էլի էլեկտրոնային երաժշտությամբ էր, ամբողջությամբ ժամանակակից բարային դետալներով եւ կոլաժային հենց Փարաջանովին մոտ, բայց ամբողջ դալիճը երկրորդ տոմս չէին գտնում մարդիկ, բայց այսինքն այստեղ նաև գալիս է կոմպոնենտ է միանում մեր ժամանակակից աշխարհում, որ ոնց է դա ներկայացվում մարքեթինգ եւ այլն PR եւ դրանցից նաեւ կախված է թե մարդիկ կգան ու տեղում կզգան դա իրենց դուր եկավ դա իրենք չհասկացան թե դա իրենց ընդհանրապես իրենցը չի եւ իրենք կողքի պետքա քաշվեն այդ բայց մեծ մասամբ եթե որակյալ բան են տեսնում իրոք նույնիսկ այն մարդիկ ովքեր որ կաղապարված չեն ընդունում լիքը բաներ մտածելու տեղ է տալիս իրենք տեղից դուրս են գալիս թեկուս չեն արտահայտվում բայց իրենց ներսում պայքար է գնում որ նրանք լավ բան են տեսել բայց իրենք դա չեն ընդունում Սերգեյ ասեց ներողություն sold out ասեմ որ մեր Մոսկվայի պրեմիերայից հետո առաջին օրը որ խաղացինք հաջորդ 2-3 օրվա ընթացքում ամբողջ տոմսերը sold out էր եղել Պետերբուրգի նույնիսկ ինձ գրում էին խնդրում էին տոմս գայ կանգնելու տեղ չկար իրոք ու հետո որ դուրս եկանք երկրորդ օրն էր արդեն պրեմիերա Պետերբուրգում մեզ ասացին որ այսպիսի բան չէինք տեսել որ ժամանակակից պարարվեստի նկատմամբ այս հետաքրքրությունը լինի ու 2 օր տոմսեր չլինեն սա չտեսնված հաջողություն էր ու որակի մասին էին խոսում Նիդերլանդների պարային թատրոն
այսօր ամբողջ աշխարհում ժամանակակից բարի NDT-ին լավագույններից է համարում, համեմատում էին, ասում էին ոնց որ այնտեղ նստած լինենք եւ դիտենք այդպիսի եւ ներկայացումը տեղի ունեցավ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Այո, 2 օր խաղացել ենք այնտեղ, 2 օր Պետերբուրգում։ Հիմա 2 օր էլ ապրիլի 14-ին ու 15-ին էլի Մոսկվայում է։ Էլի են դրել։ Այո։ Առաջին անգամ է իդեպ, որ ասեցին այսքան շատ իրենք խաղում են, մեկ անգամ է հիմնականում գնում, 1 կամ 2, բայց իսկ դրսում Մոսկվայի, այսինքն այս միջավայրից դուրս գալու, այո, արդեն քաղաքական է։ Այդ քանի Ճիշտ ասած, հա ինձ էլ է շատ դժվար ընդունել, որովհետև հիմնական իմ գործունեությունը Եվրոպայում եմ ծավալում, այնտեղ եւ օպերային բալետի թատրոններում եւ տարբեր թատրոններում, ու մի պահ ինձ մոտ էլ այդ կաշկանդվածությունը եղավ, բայց կարծում եմ, որ արվեստը պետք է միշտ ազատ լինի, հուսով ենք, որ դե գոնե այդ ներկայացումը գուցե Երևանում մի անգամ էլ մենք դե փորձենք հենց սկզբում որ ասեցի կախված մենք ամեն դեպքում բանակցային этаպում եկանք մի կետի, որ իրենք կհոգան ծախսի մի մասը եւ եթե Հայաստանից լինի կազմակերպություն, որը որ կհոգա մնացած մասը, որը որ արդեն բավականին իջեցնում է ինքնարժեքը ծրագրի հնարավորություն կլինի հաստատ ստեղ բեմադրելու նույնիսկ 2 օր։ Լավ, փորձենք ամփոփել մեր զրույցը, արդեն ավարտվում է հաղորդման, այսպես մեր եթերաժամանակը, Ռիմա շատ կարևոր է, շատ կարևոր գործ եք անում ու գիտեմ, որ ձեր կարևոր նպատակներից է աջակցել ամեն կերպ ժամանակակից պարարվեստի եւ ընդհանրապես բալետային արվեստի զարգացմանը։ Գիտեմ, որ դուք ունեք նաեւ հիմնադրամ, այսպես պարարվեստի զարգացման, դասավանդում եք, մասնակցում եք միջազգային տարբեր փառատոների եւ այլն։ Հիմա եթե ես այսպես սկսեմ թվարկել, ձեր հաջողությունները չենք հասցնի մեր եթերաժամանակը կսպառվի։ Ես ուզում եմ հասկանալ, կա ինչ-որ մի բան, որը ձեզ այսօր մոտիվացնում է, մղում է, ոգեշնչում է շարունակել ձեր գործը եւ ինչ նպատակներ ունեք առաջիկայում։ Ես մանկուց սիրահարված եմ իմ գործին, մինչև այսօր այդպես է եւ ամեն օր եթե այդպիսի մոտեցումով չգնամ, չսիրեմ ու նվիրված չլինեմ, ոչինչ չի ստացվի։ Ինձ այստեղ ոգեշնչում են հիմնականում իմ ուսանողները, որոնք որ իրոք նվիրված ու սիրով են մոտենում իրենց գործին։ Կան այդպիսի ուսանողներ, որոնք հենց ձեզպես այդպես սիրում են իրենց գործը եւ նվիրված։ Կարծում եմ, այո, միգուցե ավել են սիրում։ Ու մենք իմ ավարտած լավագույն ուսանողներով այսօր ունենք մեր պարախումբը եւ ելույթներ վերջերս ունեցանք նաեւ Փարիզում ու շատ լավ արդյունքների գնահատականի արժանացանք եւ ես իմ ապագա կարելի ասել ներդրում ուզում եմ այդպես լինի ոչ միայն ես արտասահմանում այնտեղ թատրոններում բեմադրեմ, այլ նաեւ ունենանք այստեղ հումք լավ, որ ներկայանանք նաեւ Հայաստանի մոդեռնով միշտ դրսում ինձ կայուն ցանկ է պետք, այսինքն ներկայացումներ։ Անկեղծ ասած մեզ ուրիշ բան է պետք, ես քանի որ նաև պրոդյուսեր եմ, իմ մեջ մի արտնանում եմ իմ պրոդյուսերական կողմը, մեզ պետք է ունենալ ժամանակակից բարի փոքրիկ ստուդիա տարածքով, որտեղ որ եւ Ռիման եւ միգուցե նաեւ այդ գաղափարին միացած ուրիշ խորեոգրաֆներ կդնեն, կբեմադրեն ստաբիլ ներկայացումներ եւ մարդիկ կունենան մի հատ տարածք, որտեղ որ անընդհատ կարողանան գնան, տեսնեն ներկայացումներ, այնտեղ տեղի կունենան փորձեր, վարպետության դասեր եւ այլն, այդտեղ կզարգանա։ Բայց քանի դեռ այդ մոտեցումը չկա, իսկ այդ մոտեցումը պետք է նաև պետության կողմից լինի, պատկան մարմինների կողմից լինի, այդ մի քիչ սահմանափակում է, բայց ինձ թվում է մենք շուտով կփորձենք այնց անենք, որ դա լինի։ Հաջողվի։ Ես հուսով եմ դա հենց այդպես էլ կլինի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ նաեւ ակնկալում եմ, որ առաջիկայում գոնե այս տարի մենք հնարավորություն կունենանք դիտելու Իկոնա բալետը մեր
հանդիսատեսը նույնպես հաճույք կստանա, որովհետև ես ընդհանրապես հենց միայն ուղակի լուսանկարները դիտելով այդ էներգիան շատ այդ տպավորությունը արդեն հենց լուսանկարներից եւ այդ փոքրիկ տեսանյութերից արդեն գալիս է։ Շնորհակալություն։ Ես սիրելի ռադիո լսող տեղեկացնեմ, որ այսօր զրուցակիցներս իկոնաբալետային ներկայացման հեղինակներն էին, բեմադրության հեղինակ եւ խորեոգրաֆ ու նաեւ լիբրետոյի հեղինակ Ռիմա Պիպոյանը եւ երաժշտության հեղինակ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը։